Ռուսաստանը կխստացնի իր դիրքորոշումը ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում։ Այն բանից հետո, երբ ռուսական կողմի պնդմամբ ուկրաինական զինուժը փորձել է անօդաչուներով հարձակվել նախագահ Պուտինի Նովգորոդի մարզի Վալդայ քաղաքում գտնվող կեցավայրի վրա։ Չնայած Կիևի հերքմանը Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ դա մեջբերում է ահաբեկչական գործողություն է, որի նպատակն է խաթարել բանակցային գործընթացը։ Ըստ Դմիտրի Պեսկովի, այն ուղղված է ոչ միայն անձամբ նախագահ Պուտինի, այլ նաև Թրամփի դեմ եւ նպատակ ունի խափանել խաղաղ կարգավորմանը նպաստելու Թրամփի ջանքերը, ինչը ըստ նրա չի ստացվի։ Президенты сохраняют. Նախագահները պահպանում են երկխոսության վստահելի բնույթը եւ շարունակում այն, եւ նման սադրանքները, պետական ահաբեկչության նման գործողությունները անկարող են խաթարել երկու նախագահների միջև վստահության այս մակարդակը։ Пошатнуть этот уровень доверительного диалога между двумя президентами. Պեսկովը հրաժարվել է ասել, թե որտեղ է եղել Պուտինը հարձակման պահին, նշելով, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո նման մանրամասները չպետք է հրապարակվեն։ Ռուսաստանի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ենթադրյալ հարձակման փորձը տեղի է ունենում ակտիվ բանակցությունների ժամանակ։ Սերգեյ Լավրովը սպառնացել է, որ Ուկրաինայի քայլն անպատասխան չի մնա, եւ պատասխան հարվածների թիրախներն ու ժամկետը հստակեցված են։ Նման անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա։ Ռուսաստանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածների թիրախները եւ դրանց իրականացման ժամկետները որոշված են։ Լավրովը նաև ասել է, որ Ուկրաինան եւ Արևմուտքը պետք է ճանաչեն նոր իրողությունը, որը ստեղծվել է, երբ մեջբերում եմ Ռուսաստանի Դաշնությանը միացան Ղրիմը, Սևաստոպոլը, Դոնեցկը, Լուգանսկը, ինչպես նաև Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերը։ Երեկ էլ Ռուսաստանի նախագահի օգնականն էր մանրամասներ ներկայացրել Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի երեկվա հեռախոսազրույցից, թվով երկրորդը վերջին 2 օրում։ Յուրի Ուշակովը պնդել էր, թե հարձակման փորձի մասին տեղեկությունը ցնցել է Թրամփին, որը բառացիորեն վրդովվել է եւ ասել, թե չէր էլ կարող պատկերացնել, որ ուկրաինական կողմը կարող է մեջբերում եմ նման խելագար քայլի դիմել։ Փառք Աստծո, որ մենք Զելենսկիին Թոմահոք հրթիռներ չտվեցինք, ըստ նրա ասել է Թրամփը։ Ուշակովի խոսքով Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ հարձակման այս փորձից հետո Մոսկվան կվերանայի նախկինում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների վերաբերյալ իր դիրքորոշումը։ Վլադիմիր Պուտինի հետ երեկվա հեռախոսազրույցից հետո Թրամփն ասել է, որ Պուտինն է իրեն տեղեկացրել այդ հարձակման մասին։ Թրամփն ասել է, թե վատ է, որ դա տեղի է ունենում բանակցությունների թեժ փուլում եւ հիշեցրել, որ Միացյալ Նահանգները հրաժարվեց Ուկրաինային մեծ հեռահարության Թոմահոք հրթիռներ վաճառելուց, որպեսզի չվնասի բանակցային գործընթացին։ Սա զգայուն ժամանակահատված է, սա պատեհ պահ չէ։ Մի բան է հարձակողական գործողություններ իրականացնել, այլ բան է նրա տան վրա հարձակվելը։ Սա պատեհ ժամանակ չէ դա անելու համար։ Ուկրաինայի նախագահը կտրականապես հերքել է, թե նման հարձակում է եղել, պնդելով, որ Ուկրաինան չի անում որևէ բան, ինչը կվնասի բանակցություններին։ Վլադիմիր Զելենսկիի պնդմամբ սա ռուսական կողմին բնորոշ կեղծ հայտարարություն է, որը նպատակ ունի խոչընդոտել ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ գրանցված առաջընթացին։ Հիմա ռուսներն ակնհայտորեն կեղծ պատմություններ են հորինել ռուս բռնապետի նստավայրին հարվածելու մասին, որ เป զի արդարացում ունենան Ուկրաինային, մասնավորապես Կիևին հարվածները շարունակելու եւ պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց հրաժարվելու համար։ Ուկրաինայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ ապացույց չի հրապարակել իր պնդումները հիմնավորելու համար։ Անդրեյ Սիբիգան աշխարհին կոչ է արել ձեռնպահ մնալ չհաստատված պնդումներին պատասխանելուց, քանզի դա խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Դիվանագիտական ճակատում այս զարգացումներին զուգահեռ ռուսական զորքը գիշերը հարվածել է Զապորոժիեին եւ Չեռնիգովին, կա առնվազն 6 տուժած, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ռուսաստանը պնդել է, որ եւս 2 բնակավայր է գրավել Ուկրաինայի արևելքում։